պատմական ուղերձը, որ իհարկե մեր պապերի ու հայ ժողովրդի 100,000-ավոր զավակների արյունով վաստակած ընդհանրապես համաշխարհային պատմության համար ամենակարևոր նշանակություն ունեցող հաղթանակը պետք է արժևորենք եւ նաեւ մեր եռատոնի գաղափարը, որ այսօր մարդկանց բերած պարտությունների արդյունքում դարձել է ափսոսանքի օր, պետք է մեր ազգը վերականգնի հաղթանակի զգացողությունը, հայ անունը եւ հաղթանակը պետք է ապագայում իրար հետ քայլեն։ Պարոն Կարապետյան, ըստ էության այսօր եռատոնի մասին ոչ ոք չի խոսում, պետական պաշտոնյաների ուղերձում հիշատակում չկա դրա մասին, ինչ կասեք եւ արդյոք դուք եւս հաշտեք, որ մենք այսօր չունենք եռատոն եւ Շուշի ազատագրման օր, բանակի ստեղծման օր չի հիշատակվում արդեն։ Տեսեք, սա կարևոր մեր ազգի համար նշանակություն ունի նաեւ նրանով, որ դժվարությամբ, անգամ երբեմն հույսի ամենավերջին կաթիլը պահելով հասել ենք հաղթանակի, հաղթել ենք ֆաշիզմը, ամբողջ աշխարհի վրա մեծ վտանգ եւ ձեռք ենք բերել նաեւ ինքնիշխան մեր երկրում ապրելու, մեր հայրենիքում ապրելու իրավունք։ Այդ իսկ պատճառով, եթե լավ աշխատենք, եթե ճիշտ զարգացնենք մեր երկիրը, մենք կունենանք հաղթանակ։ Այսօր ուզում են հայ եւ հաղթանակը բառը իրար հետ, իրարից հերվածնեն։ Մենք շատ ենք արդեն ենթագիտակցորեն մեր մեջ ուզում են նստեցնեն, որ մենք չենք կարող ունենալ հաղթանակ։ Ինչու չենք կարող ենք, բայց ապագա հաղթանակները կլինեն աշխատանքային հաղթանակներ, բարեկեցությունն է այն հաղթանակը, որով մենք տարածաշրջանում մեր դերը ֆիքսելու ենք։ Մեր լավ ապրելն է, մեր հայրենակիցների սփյուռքի վերադարձն է Հայաստան, այն հաղթանակը, որը ապացուցելու է, որ մենք բոլորին այստեղ կարողացանք հաղթենք ու այդ ճանապարհով պետք է բոլորս գնանք։ Խնդրեմ, եթե հնարավոր է։